Վերջերս բրիֆինգի ժամանակ լրագրողներից մեկը վարչապետին սկսեց հատվածներ կարդալ իր գրքից, որտեղ հիմնականում էրոտիկ և անպարկեշտ հատվածներ էին։ Վարչապետն ասաց, որ ինքը չի պատրաստվում գրական գեղարվեստական գործը դնել քննարկման։ Վարչապետը լրիվ ճիշտ ասեց, բայց այստեղ մի նրբություն կա։ Անցյալում մամուլում, իսկ այժմ համացանցում կարելի է հանդիպել գրական ստեղծագործություններից հատվածներ և տակը գրված Դոստոևսկի, Բալզակ, Մուրացան և այլն։ Շատ դեպքերում այդ հատվածները կոնկրետ այդ գրողի խոսքը չի, այլ նրա գրական կերպարի, բայց քանի որ այդ կերպարին խոսեցրել է այդ գրողը, հենց այդ գրողին էլ վերագրվում են այդ հատվածները։ Այնպես որ հետագայում ինչ կլինի, դժվար է ասել։ Բայց կա նաև այսպիսի մի բան. այն գրողները, ովքեր կյանքում դրական կերպարներ են եղել իրենց ապրելակերպով, նրանց ստեղծագործություններից հիմնականում փնտրում են ավելի դրական հատվածները, իսկ ովքեր բացասական հատվածները։ Օրինակ Գաբրիել Գարսիա Մարկեսի բազմաթիվ ստեղծագործություններում էրոտիկ և անպարկեշտ հատվածներ կան, բայց հատվածաբար երբեք չի ներկայացվում, քանի որ կյանքում բավականին պարկեշտ մարդ է եղել, իսկ այդ հատվածները հանդիպելու համար պետք է կարդալ ամբողջ ստեղծագործությունը։